Զելենսկին Մոսկվա մեկնելու եւ Դաշնության մայրաքաղաքում Պուտինին հանդիպելու հրավեր է ստացել։ Մենք Զելենսկիին հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Երաշխավորում ենք նրա անվտանգությունը եւ խոստանում աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Պուտինի օգնականի խոսքով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն է առաջարկել քննարկել Պուտին-Զելենսկի բանակցությունների հնարավորությունը։ Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ եւ քննարկել այն երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ համաձայնության հասնել չի հաջողվել։ Մոսկվան պնդում է, որ ուկրաինական զորքը դուրս գա ամբողջ Դոնբասից, այդ թվում ուկրաինական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։ Կիևն այս պահանջը համարում է անընդունելի, նաև պնդում, որ ռուսական զորքը դուրս գա Զապորոժիեի ատոմակայանից։ Վաշինգտոնն առաջարկում է այն կառավարել Ռուսաստանի հետ համատեղ։ Կհաջողվի այս հարցերը հստակեցնել փետրվարի 1-ին նախատեսված բանակցությունների ընթացքում, դեռևս պարզ չէ։ Բանակցային նոր ռաունդից առաջ Կիևը ռուսական հարձակումների մասին է հայտնել։ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի տարբեր քաղաքների։ Մայրաքաղաքի մոտ 2 մարդ է զոհվել։ Կիևում շարունակում է խորանալ նաեւ էներգետիկ ճգնաժամը։ Քաղաքապետի խոսքով մոտ 600 շենք դեռ առանց ջեռուցման է, այն դեպքում, որ այս շաբաթվա վերջին ջերմաստիճանը Կիևում հասնելու է -23 աստիճանի։ Զոհեր կան նաև Զապորոժիեի մարզում։ Վոլնյանսկ քաղաքում 3 զոհի ու 1 վիրավորի մասին է հայտնել ռազմական վարչակազմի ղեկավարը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է բնակելի շենքի թիրախավորումը։ Նա համարժեք պատասխանով է սպառնացել ռուսներին, ավելի ուշ հայտնել, որ ռուսական նոր հարձակումների տեղեկություն ունի։ Մեր հետախուզությունը պարզել է, որ ռուսները նոր հարվածներ են պատրաստում։ Հիմա Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ մեր բոլոր գործընկերները պետք է հասկանան, սա ստվեր է նետում բանակցային գործընթացի վրա։ Ռուսները շարունակում են հարվածել եւ մարդկանց դժվար է համոզել, որ դիվանագիտությունը կառուցողական հունում է կամ կարող է արդյունքներ տալ։ Բանակցությունների տապալման փորձերի մասին ռուսական կողմն էլ է հայտնում։ Բելգորոդի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի վրա ուկրաինական հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, հաղորդում է ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։